Վարժադաշտ է մտնում Տոր քրետանային ինքնագնաց հաուբիցը։ Այն զինված ուժերի նոր համալրումներից է եւ արդեն մի քանի ամիս է ընդգրկված է ուսումնական գործընթացում։ Ես ինքս մասնագիտությամբ ճարտարապետ կոնստրուկտոր եմ։ Մի քանի տարի առաջ մասնակցելով Պայստազորի հավաքներին անձամբ տեսա նոր համալրվող զինատեսակները, որը որ թույլ տվեց ինձ մտափոխվել, քաղաքացիական աշխատանքս թողնել, պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Մարտկոցի հրամանատարը հրահանգավորում է անձնակազմին եւս մեկ անգամ հիշեցնելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները եւ տրվում է առաջադրանքը։ Զինվորները զբաղեցնում են նշանակված դիրքերը, տեխնիկան բերվում է պատրաստականության վիճակի ըստ ստացված կոորդինատների։ Յուրաքանչյուր գործողություն իրականացվում է հստակ հաջորդականությամբ։ Մեր լեռնային պայմաններում շատ հարմար օգտագործվող հրետանային միջոց է, որպես Մարտկոցի հրամանատար երկար ժամանակ աշխատել եմ տեխնիկայով, համարում եմ գերազանց։ Նմանատիպ տեխնիկաների ներմուծումը մեր բանակ իրականում մեծ հեղափոխություն էր մեր համարել, փորձում ենք կատարելության հասցնենք մեր գիտելիքները, ինչպես նաև փոխանցենք ուսուցանվող անձնակազմին։ Տոր քրետանին նախատեսված է հատուկ օբյեկտներ խոցելու, կրակային միջոցները ճնշելու եւ բազմաբնույթ կրակային առաջադրանքներ իրականացնելու համար։ Նոր սերնդի հրետանային համալիրի կառավարման հնարավորությունները թույլ են տալիս արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին եւ բարձրացնել առաջադրանքների կատարման արդյունավետությունը։ Տեխնիկան ավտոմատացված է, աշխատում է իներցիոն նավիգացիոն համակարգով, որը կողմնորոշում է իր փողի դիրքը, բարձրությունը, բանակը բարելավում է նորագույն տեխնիկաներով, առաջ ենք գնում եւ մենք էլ դրանցից ոգեշնչվում ենք։ Ես ուսուցանվում եմ մոտ 5 ամիս որպես հաշվարկի հրամանատար, ջանք չենք խնայում սովորելու համար, պատիվ եմ համարում ծառայել բանակում, ուսուցանվել այսպիսի տեխնոլոգիայի վրա։ Նույն ուսումնական կենտրոնում պատրաստություն են անցնում նաև Միհր համակարգի անձնակազմը։ Այստեղ յուրաքանչյուր պարապմունք ուղղված է տեխնիկայի հնարավորությունների լիարժեք յուրացմանն ու հաշվարկների ներդաշնակ աշխատանքին։ Համակարգը ավտոմատ եղանակով կառավարվում է նշանառու օպերատորի մարտավարական համակարգչի օգնությամբ։ Հրետանային այս միջոցն ամբողջությամբ ավտոմատացված կառավարման համակարգ ունի։ Տրված կոորդինատները զինծառայողները ներբեռնում են պլանշետ եւ տեխնիկան պատրաստ է գործելու։ Ավտոմատացված համակարգերում ամեն ինչ կառավարվում է համակարգչով, իսկ համակարգչի մոտ գործ ունի նշանառու օպերատորը։ Որպես զինվոր ես հպարտություն եմ զգում, որ մեր պետությունը համալրված է նորագույն գերճշգրիտ տեխնոլոգիաներով։ Միհր համակարգի անձնակազմը մշակում է մարտավարական տարբեր իրավիճակներ, առաջադրանքի ստացումից մինչև դրա լիարժեք իրականացում։ Զինծառայողները հերթականությամբ կատարում են անհրաժեշտ գործողությունները, կատարելագործելով դիրքի զբաղեցման, առաջադրանքի մշակման եւ դրա կատարման հմտությունները։ Հնարավորություն է տալիս կրակային խնդիրներ կատարել տեղանքի նեղ, ծանծաղուտ եւ դժվարանցանելու վայրերում։ Պարբերաբար անցկացվող պարապմունքները հնարավորություն են տալիս անձնակազմերին գործել տարբեր պայմաններում եւ արագ կողմնորոշվել փոփոխվող իրավիճակներում։ Ստացած տեսական գիտելիքները զինծառայողներն արդեն ամրապնդել են վարժադաշտում ուսումնական կրակով։ Երբ կատարեցինք մեր առաջին կրակը, դա կարծես այս զորատեսակների համար մկրտություններ, նորակոչիկների համար։ Ծառայությունը զինվորի համար պարտք է իր հայրենիքին եւ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ գալով բանակ պաշտպանում ենք մեր հայրենիքը, ընտանիքը, հարազատներին եւ ընկերներին։ Հայրենական արտադրության Ատլանտ հրթիռ հրետանային համակարգը եւս ուսումնառության անբաժանելի մաս է։ Ժամանակակից այս համակարգերը նախատեսված են հեռավոր թիրախներ խոցելու եւ տարբեր բարդության հրետանային առաջադրանքներ կատարելու համար։ Ատլանտի գլխավոր առանձնահատկություններից մեկը անձնակազմի անվտանգությունն է։ Համակարգը նախագծվել այնպես, որ առաջադրանքների կատարման ընթացքում հնարավորինս նվազեցվի զինծառայողների ռիսկի ենթարկվելու հավանականությունը, միաժամանակ պահպանելով գործողությունների արդյունավետությունն ու արագությունը։ Տեխնիկան բարձրացնելուց հետո մենք հեռանում ենք դեպի թաքստոց, մեզ տալիս են կոորդինատներ, մենք տեղադրում ենք պլանշետի մեջ եւ նշանառում ենք հրանոթը։ Նորագույն սպառազինությամբ համալրված ստորաբաժանումներում ուսումնական գործընթացը շարունակական է։ Ժամանակակից սպառազինությունը անձնակազմի բարեհոգեբանական կայունության կարևոր խթան է։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։